Խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմադիրները ազգային ժողովի դահլիճ են եկել քննարկելու կառավարությանը, մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցը։ Լսումներին մասնակցելու 300 հայտ կար դահլիճում, 160-ն են ներկա։ Հանդիպման նախաձեռնողներից պատիվ ունեմ խմբակցության ղեկավարի ձևակերպմամբ, որ քննարկումը տեղի չունենա, իշխանությունները հնարավոր ամեն կերպ փորձել են խոչընդոտներ ստեղծել, այդ թվում մյուսների մասնակցությունը թույլ չտալով, չեն ընկրկել ակտիվ քննարկումն այստեղ կլինի, մյուսները հնարավորություն ունեն հենց ազգային ժողովի գլխավոր դարպասների առջև հետևելու ընթացքին։ Կարծում եմ, որ առաջին հերթին հենց մենք ընդդիմադիրներս ակնկալելով լայն հասարակական կոնսոլիդացիա պիտի օրինակ ցույց տանք մեր համախմբվելու եւ մեկ գաղափարի շուրջ ուժերի ներածի չափով ու մի քիչ ավել պայքարելով։ Խորհրդարանում 6 պատգամավոր ունեցող ընդդիմադիր խմբակցությունը շրջանառում է ազգային ժողովի հայտարարության նախագիծ։ Իմպիչմենտի գործընթացի ստարտն է, առանձնացրել են իրենց բնորոշմամբ իշխանության բոլոր ձախողումները, Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայից մինչև տնտեսական, սոցիալական քաղաքականության տապալում, Արցախի կորստից մինչև միջազգային հարթակներում մեր երկրի հեղինակազրկում։ Պատիվ ունեմը առաջարկում է ազգային միասնության անցումային կառավարություն ստեղծել։ Գերակայությունները պետք է լինեն կայունացնել ազգային անվտանգության իրավիճակը, վերականգնել օրենքի գերակայությունը, ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալները եւ երաշխավորել ժողովրդավարական ազատությունները, վերականգնել հանրային համերաշխության մթնոլորտը, կազմակերպել ազատ եւ արդար մրցակցային խորհրդարանական ընտրություններ։ Նախորդ անգամ, երբ դարձյալ պատիվ ունեմը նախաձեռնել էր իմպիչմենտի գործընթաց, պարզ չէր խորհրդարանի ընդդիմադիր ամենամեծ Հայաստան խմբակցությունը միանում է դրան, թե ոչ։ Կասկածները չփարատեցին նույնիսկ ստորագրությունների մասին վկայող այս լուսանկարները։ Հիմա քաղաքական ամենաբարձր ամբիոնից դաշնակցական Իշխան Սաղաթելյանը պաշտոնապես հայտարարում է, եւ նախկինում, եւ հիմա միանում են գործընթացին, կիսելով քաղաքական գործընկերների տեսակետները։ Հայտնի փաստաթուղթը անձամբ է փոխանցում Մամիջանյանին, ասում է, պետք լինի իրենց թղթի տակ էլ նույն ինքնագրերը կթողնեն։ Ինչու մինչև հիմա մենք չենք եկել խորհրդարան եւ այս հարցը չի մտել օրակարգ խորհրդարանի։ Բացառապես մի պատճառով, որ մենք չենք ունեցել բավարար ստորագրություններ խորհրդարան մտնելու եւ հաջողություն հասնելու համար։ Այս խնդիրն այսօր էլ լուծված չէ, խորհրդարանի ընդդիմադիրները դարձյալ չունեն անհրաժեշտ 54 ձայնը, իշխանականների հետ են բանակցելու, գործընթացին պետք կգա նաև փողոցային ճնշումը, մինչև այդ քաղաքացիական պայմանագրից հեռացած այսօր անկախ պատգամավորի կարգավիճակով Հովիկ Աղազարյանն է մոտենում գլխավոր ամբիոնին, թեպետ մտահոգություններ ունի, սակայն հայտարարում է գործընթացին միանում է։ Այդ ո՞նց եղավ, որ Միքայել Սրբազյանի դեպքում համախմբվեց երկու խորհրդարանական խմբակցությունները եւ մենք էլ պատրաստակամություն հայտնեցինք եւ ստացվեց միգուցե այդպիսի մի տարբերակ գտնենք։ Էլ Միքայել Սրբազյան չկա ամենախորին հարգանքով իր նկատմամբ։ Բայց քննարկենք մի հատ ինչը։ Գտնենք այն տեխնոլոգիան եւ այն ճանապարհը, որը հնարավորություն կտա 6 ամսով Հայաստանում ստեղծել այսպես կոչված ժամանակավոր հավասարակշռված կառավարություն։ Այս նույն ընթացքում խորհրդարանի միջանցքում լրագրողների հետ զրուցում է ազգային ժողովի նախագահը, այն ինչ դահլիճում խոսում են, իրենք նույնիսկ քննարկման չեն առնում։ Մենք որևիցե ինչ ասեմ, քննարկում նույնիսկ չենք ունենում այս լսումների հետ կապված։ Լսումներ անեն, ընդդիմությունը կրկնում է նույն թեզերը, որը որ փողոցում է կրկնել վերջի 4-5 տարվա ընթացքում, թող մի հատ էլ ստեղ կրկնի։ Արտախորհրդարանական ընդդիմությունից էլ ի դեպ ազգային կոնգրեսը հայտարարեց, թե նախկին նախագահներ Քոչարյանին եւ Սարգսյանին չեն միանալու այսպես թե այնպես, բայց Փաշինյանն էլ պետք է հեռանա։ Իմպիչմենտի օրակարգին աջակցում են։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։